Ադրբեջանա-վրացական սահմանին մաքսային անցակետում վերջին օրերին բեռնատարների մեծ կուտակում է նկատվել։ Վրացական կողմում Մարնեուլիի ուղղությամբ հարյուրավոր բեռնատարներ կան կուտակված։ Կարմիր կամրջի անցակետի մոտ կուտակումները դժգոհություն են առաջացրել վարորդների շրջանում։ Նրանց խոսքով սահմանին սպասելը լրացուցիչ ռիսկեր է ստեղծում տեղափոխվող բեռի և լրացուցիչ ծախսեր իրենց համար։ Վրաստանի նախկին վարչապետ ներկայում անազատության մեջ գտնվող Իրաκλի Ղարիբաշվիլին բաց նամակ է հրապարակել, որում հայտարարել է, որ իր նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը նպատակ ուներ քաղաքականապես ոչնչացնել իրեն։ Ղարիբաշվիլիի խոսքով կոռուպցիայի դեմ պայքարի պատրվակով անցած տարի սկսված արշավն ի սկզբանե նպատակ ուներ հասնելու իր կալանավորմանը։ Նա պնդում է, որ գիտակցաբար է հրաժարվել իրավական պայքարից եւ ընդունել մեղադրանքները իշխող թիմի ղեկավարության հետ բախումից խուսափելու եւ պետության շահերին չվնասելու համար։ Նրա խոսքով չնայած իր բոլոր հավաստիացումներին, որ ինքը չի պատրաստվում քաղաքականության մեջ մնալ, իր նկատմամբ հետապնդումները շարունակվում են եւ պահանջում են ընդունել կոռուպցիոն մեղադրանքները։ Նա շեշտել է, որ հիմա այլ ելք չունի եւ մտադիր է պայքար սկսել։ Վրացական երկաթուղուն կհատկացվի 1 միլիարդ լարի կամ մոտ 383 միլիոն դոլար ենթակառուցվածքների զարգացման եւ արդիականացման համար։ Սա կբարձրացնի վրացական երկաթուղու թողունակությունը ինչպես ուղևորափոխադրումների, այնպես էլ բեռնափոխադրումների համար։ Նախատեսվում է ենթակառուցվածքների լայնածավալ արդիականացում, նաեւ շարժակազմերի թարմացում, ներառյալ մոտ 50 նոր էլեկտրական լոկոմոտիվների ձեռքբերումը, թողունակության մեծացում եւ գնացքների երթևեկության արագացում։ Այս մասին հայտարարել է երկրի էկոնոմիկայի նախարարությունը։ Արդիականացված երկաթուղային գծերի շնորհիվ Թբիլիսիից Բաթումի ճանապարհը հնարավոր կլինի անցնել 4 ժամում։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է Իսրայելի կողմից Սիրիայի Աբու Դուհուր ավիաբազայի ուղղությամբ հարվածները եւ կոչ է արել միջազգային հանրությանը արձագանքել Իսրայելի գործողություններին։ Մենք խստորեն դատապարտում ենք Սիրիայի Իդլիբ նահանգի գյուղական Աբու Դուհուր ռազմական ավիաբազային հասցված Իսրայելի ավիահարվածները։ Իսրայելը շարունակում է իր անխոհեմ հարձակումները, թիրախավորելով Սիրիայի ենթակառուցվածքները եւ խախտելով նրա տարածքային ամբողջականությունն ու միասնությունը։ Թուրքիայի արտգործնախարարությունը կոչ է արել միջազգային հանրությանն ավելի վճռական դիրքորոշում ընդունել, վերջ դնելու Իսրայելի կողմից Սիրիայի դեմ աճող ագրեսիային եւ ապահովելու այդ գործողությունների համար պատասխանատվությունը, որոնք անտեսում են միջազգային իրավունքը։ Reuters-ի փոխանցմամբ իսրայելական կողմը թիրախավորել է օդանավակայանը եւ պահեստները, զոհերի մասին տեղեկություններ չկան։ Սիրիան հայտնվել է Իսրայելի հետ անվտանգության ստատուս քվոն խախտելու եզրին, թույլ տալով թուրքական զորքերին տեղակայվել Հալեպի մոտ գտնվող ավիաբազայում։ Այս մասին X-ի էջում հաղորդագրություն է տարածել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակը։ Նաև նշվում է, որ Իսրայելը բազմիցս զգուշացրել է Սիրիային, որ նման տեղակայումը կսպառնա Իսրայելի անվտանգությանը։ Սիրիան որոշել է անտեսել այդ նախազգուշացումները։ Իսրայելը չի հանդուրժի իր անվտանգությանը սպառնացող վտանգները եւ կողջունի վերադարձը ստատուս քվոին, հավելել է Նեթանյահուի գրասենյակը։ Միացյալ Նահանգներն աշխատում է Իսրայելի, Թուրքիայի եւ Սիրիայի միջև հակամարտությունների կարգավորման մեխանիզմ ստեղծելու ուղղությամբ, հայտնել է Սիրիայի հարցով Միացյալ Նահանգների հատուկ բանագնաց Թոմ Բարաքը, Իսրայելի կողմից Թուրքիայի սահմանին գտնվող սիրիական Իդլիբի նահանգում ավիաբազային հարվածներից հետո, հաղորդում է Reuters-ը։ Բարաքը, որը նաեւ Միացյալ Նահանգների դեսպանն է Թուրքիայում, ասել է, որ Անկարան իսրայելական հարվածների մասին չի տեղեկացվել եւ հետեւաբար կարող էր ողջամտորեն պատրաստել իր սեփական պատասխանը, տեսնելով իր տարածքի ուղղությամբ շարժվող օդանավը։ Բարեբախտաբար սառը դատող մարդիկ կարողացան կանխել իրավիճակի հետագա վատթարացումը, ասել է Բարաքը։ Նրա խոսքով ստեղծված իրավիճակն ընդգծում է Իսրայելի, Սիրիայի եւ Թուրքիայի միջև հակամարտությունների կարգավորման մեխանիզմի ստեղծման անհրաժեշտությունը։ Մենք ակտիվորեն աշխատում ենք այդ ուղղությամբ, ապագայում թյուրըմբռնումները կանխելու համար, ասել է պաշտոնյան, հավելելով, որ այժմ առաջնահերթությունը լարվածության թուլացումն է։ Իրանի հետ որևէ բանակցություն կամ խոսակցություն չի ընթանում եւ նախատեսված չէ, հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահը։ Ծովային շրջափակումը մնում է լիարժեք ուժի մեջ, Հորմուզի նեղուցը բաց է եւ գործում է։ Բոլոր ծովային ականները հեռացվել կամ պայթեցվել են։ Truth Social-ի իր էջում գրել է Դոնալդ Թրամփը։ Ավելի վաղ սոցցանցում Սպիտակ տան ղեկավարը գրել էր. Հորմուզի նեղուցը Միացյալ Նահանգների նոր տարածք։ Իրանից արձագանքել են Հորմուզի նեղուցի վերաբերյալ Թրամփի մոլորությունը կամ կշտկվի, կամ Թեհրանն ինքը կշտկի պատրանքներով ապրող այդ մարդու մոլորությունները, հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին։
Ֆրանսիան որոշել է արտաքսել երկու իրանցի դիվանագետի՝ ի պատասխան Թեհրանի որոշման, որով Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակիցներին թույլ չի տրվում վերադառնալ Իրան։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։ Նրա խոսքով սա պատասխան քայլ է ֆրանսիացի դիվանագետների նկատմամբ անընդունելի վերաբերմունքին։ Հուլիսին իրանական ուժայինները նրանց մի քանի ժամով բերման էին ենթարկել եւ հարձակնել։ Բարոյի խոսքով դիվանագետներից մեկը, որը զբաղեցնում է մշակութային գծորդի պաշտոնը, ենթարկվել է ֆիզիկական բռնության։ Նախարարը տեղի ունեցածը որակել է որպես ահաբեկչական ծայրահեղ լուրջ փորձ եւ դիվանագիտական անձեռնմխելիության կոպիտ խախտում։ Թեհրանը սակայն հերքում է դիվանագետների նկատմամբ բաց վերաբերմունքի մասին մեղադրանքները։ Իրանական կողմի պնդմամբ նրանց կարճ ժամանակով են հարձակնել, քանի որ նրանք քաղաքացիական հասարակության հետ համագործակցության պատրվակով միջամտել են Իրանի ներքին գործերին։ Թեհրանը լիովին անհիմն է որակել Արաբական Միացյալ Էմիրությունների հայտարարությունը, թե Իրանի տարածքից դեպի Էմիրություններ երկու բալիստիկ հրթիռ է արձակվել։ Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային նշել է, որ նման մեղադրանքները հակասում են բարիդրացիության եւ տարածաշրջանային վստահության ամրապնդման ջանքերին։ Բաղային կոչ է արել խուսափել Իրանի հասցեին անհիմն մեղադրանքներից, հաշվի առնելով Միացյալ Նահանգների եւ Իսրայելի շարունակվող սադրանքներն ու իր խոսքով կեղծ դրոշի ներքո իրականացված գործողությունների պատմությունը։ Ավելի վաղ Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության նախարարությունը հայտնել էր Իրանից արձակված երկու բալիստիկ հրթիռի մասին։ Ըստ գերատեսչության դրանցից մեկը ընկել էր Արաբական Միացյալ Էմիրությունների տարածքային ջրերից դուրս, իսկ մյուսը դրանց սահմաններում։ Հրթիռների հայտնաբերումից հետո Արաբական Միացյալ Էմիրությունները անորոշ ժամկետով դադարեցրել է Իրանի հետ առևտուրը, առևտրային փոխանակումները եւ ֆինանսական գործարքները, որոշումը հիմնավորելով տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը խաթարող սրացումներով։ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղարիբաֆը այցելել է Բաղդադում այն վայրը, որտեղ 2020 թվականին Միացյալ Նահանգների անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով սպանվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանին եւ իրաքյան ժողովրդավարական մոբիլիզացիայի ուժերի հրամանատարի տեղակալ Աբու Մահդի Ալ-Մուհանդիսը։ Ղալիբաֆը հայտարարել է, որ այդ վայրը դարձել է ճշմարտության եւ կեղծիքի ճակատների բախման խորհրդանիշ, մեղադրելով Միացյալ Նահանգներին Սոլեյմանիի եւ Ալ-Մուհանդիսի սպանության համար։ Ղալիբաֆը Բաղդադ է մեկնել եռոյի այցով, իրաքցի պաշտոնյաների հետ երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային զարգացումների, սահմանային անվտանգության եւ տնտեսական համագործակցության հարցերը քննարկելու նպատակով։ Շիա մեծամասնությամբ Իրաքում գործում են տասնյակ զինված խմբավորումներ, որոնց մի մասը սերտ կապեր ունի Թեհրանի հետ եւ համարվում է Իրանի տարածաշրջանային դիմադրության առանցքի կարևոր բաղադրիչներից մեկը։ Ադրբեջանը CNN հեռուստաալիքի դեմ հայց է ներկայացրել Միացյալ Նահանգների դաշնային դատարան, մեղադրելով երկրի դեմ անհիմն եւ սադրիչ պնդումներ պարունակող հոդվածի հրապարակման համար։ CNN-ը հունիսի 5-ին նյութ էր հրապարակել, որի համաձայն Ադրբեջանի տարածքն օգտագործվել է Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական եւ հետախուզական գործողությունների համար։ Մասնավորապես նշված էր Ադրբեջանի հարավում ենթադրաբար գործող իսրայելական հատուկ նշանակության ուժերի, հետախուզական գործողությունների անցկացման եւ դրոնների օգտագործման, ինչպես նաեւ Իսրայելի կողմից գաղտնալսող սարքերի եւ հետախուզական այլ սարքավորումների տեղակայման մասին։ Ադրբեջանական կողմը պաշտոնական նամակներ է ուղարկել հեռուստաալիքին, պահանջելով հերքել նյութում տեղ գտած պնդումները եւ կատարել համապատասխան խմբագրումներ։ Նշվում է, որ Ադրբեջանի պահանջը բավարարելու համար գործնական միջոցներ չեն ձեռնարկվել։ Դատական հայցադիմումը պաշտոնապես ներկայացվել է օգոստոսի 17-ին։ Ադրբեջանի նախագահն ընդունել է Մեծ Բրիտանիայի նորանշանակ դեսպանին։ Դունկան Նորմանը ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ջանքերը եւ ձեռքբերված առաջընթացը։ Նա նաեւ նշել է, որ Ադրբեջանի եւ Մեծ Բրիտանիայի միջև նոր ռազմավարական գործընկերության ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Դեսպանն ընդգծել է, դա ի թիվս այլնի թույլ կտա ամրապնդել անվտանգության, պաշտպանության, նորարարությունների, էներգետիկայի եւ մյուս ոլորտներում շփումները։ Ալիևի խոսքով վերջին 1 տարին Ադրբեջանն ապրում է խաղաղության մթնոլորտում, ինչը ըստ Ալիևի նշանակալի փոփոխություն է տարածաշրջանի համար։ Նրա խոսքով անվտանգությունը Բաքվի օրակարգի առաջնահերթություններից է։ Ալիևը հավելել է, Լոնդոնի հետ երկկողմ օրակարգը մեծ նշանակություն ունի նաև տարածաշրջանային զարգացման եւ գործակցության համար։
Ռուսաստանի արտգործնախարարությունը մեկնաբանել է տեղեկությունը, որ Բաքուն միջազգային հետախուզում է հայտարարել 3 ռուս քաղաքագետի նկատմամբ, որոնք ըստ ադրբեջանական կողմի վիրավորական արտահայտություններ են թույլ տվել ադրբեջանցիների եւ Ադրբեջանի իշխանության հասցեին։ Նաեւ հանրապետության սահմանադրական կարգը բռնի տապալելու կոչեր են արել։ Գերատեսչության խոսնակ Մարիա Զախարովան նշել է, տեղյակ են ստեղծված իրավիճակին, սակայն այդ անձանց հայտարարությունները ոչ մի կերպ չեն արտացոլում Մոսկվայի մոտեցումը Ադրբեջանի նկատմամբ։ Համարում ենք, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները պետք է զարգանան առկա երկկողմ փաստաթղթերի հիման վրա, շեշտել է Զախարովան։ Զուգահեռ նա հավելել է, որ անհրաժեշտության դեպքում Մոսկվան կպաշտպանի Ռուսաստանի քաղաքացիների օրինական իրավունքները եւ շահերը։ Միևնույն ժամանակ չենք կարող չնշել, որ ադրբեջանական տեղեկատվական դաշտում մշտապես տարածվում են Ռուսաստանի նկատմամբ ոչ բայրացակամ նարատիվներ։ Բազմիցս առաջարկել ենք ադրբեջանցի գործընկերներին հանգիստ առանց քաղաքականացնելու կամ աղմուկի քննարկել տեղեկատվական միջավայրի բարելավման հարցը, շարունակել է Մարիա Զախարովան։ Պաշտոնյան հույս է հայտնել, որ նման երկխոսություն կկայանա։ Մարոտ Հարվերդյան, հարևաններ։